Արցախից բռնի տեղահանված անձինք ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան։ Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ, անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախի խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին։ Բնակվարձի փոխհատուցման 40 գումարած 10 ծրագրի դադարեցումը դժգոհությունների առիթ էր դարձել արցախցիների շրջանում։ Ուղիղ 1 ամիս առաջ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 կետից բաղկացած պահանջագիր ներկայացրեց կառավարությանը։ Ակտիվիստները նաև վրան տեղադրեցին ամենօրյա իրազեկումների համար։ Սրան հաջորդեցին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, կառավարության այլ անդամների եւ խորհրդի ներկայացուցիչների միջև աջակցության ծրագրի ժամկետի երկարաձգման, բնակարանային ֆոնդի հետ կապված քննարկումները։ Ի սկզբանե մեր խնդիրը եղել է ամեն ինչ անել, որ մեր հայրենակիցները դրսում չմնան եւ իհարկե չարտագաղթեն։ Կարծում եմ որոշակի հաղթանակներ ունեցել ենք, դա եւս այսօր կառավարության որոշմամբ երկարաձգվեց 2 ամսով, այսինքն մեր հայրենակիցները 2 ամիս ստանալու են 40,000 դրամ աջակցությունը։ Միևնույն ժամանակ երաշխիքներ ենք ստացել, որ բարելավման կարիք ունի բնակարանային ծրագիրը, առաջարկություններ ենք ներկայացնելու իրենց զբաղվածության ծրագրերի վերաբերյալ։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանի խոսքով խորհրդի առաջարկած 2 կետում կառավարությունը զիջման չի գնացել։ Առաջինը դա քաղաքացիության հարցն է եւ երկրորդը Երևան քաղաքը բնակարանային ծրագրով պատրաստ չեն բարեփոխումներ անելու։ Գոտիների է բաժանված, Երևան քաղաքը եւ հարակից քաղաքները գործում է մեկ շնչի մասով 3 միլիոն դրամ, մարզերը եւ մարզկենտրոնները 4 միլիոն եւ սահմանամերձ գոտիները 5 միլիոն դրամ։ Եթե մենք կարողանանք հասցնել, որ Աբովյան քաղաքը եւ Արարատյան դաշտավայրը հարակից գյուղերը եւս լինեն մեկ շնչի մասով 4 միլիոն դրամ, կարծում եմ դա փոքր հաղթանակ չի լինի եւ ավելին փորձելու ենք նույնիսկ մինչև 5 միլիոն դրամ հասցնել։ Ներկայացնելու ենք իհարկե բոլորը հիմնավորումներով, այսօր պետք է հաշվի առնեն նույն կառավարությունը, որ ինչպիսի շուկայական գներ են բնակվարձից սկսած ընդհանուր մինչև բնակարաններ ձեռք բերելը։ Կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 3 Ազատության հրապարակից հեռացրեց վրանը։ Իսկանդարյանն ընդգծում է, կաշկանդված չեն, եթե կառավարությունը չպահի իր տված երաշխիքները, կարող են կրկին հանրահավաքներ իրականացնել եւ ոչ թե մեկ վրան, այլ վրաններ տեղադրել տարբեր վայրերում։ Առաջիկա օրերին մենք այժմ ձևավորման փուլում ենք, խմբերի մասին է խոսքը, որոնք որ կառավարության հետ զուգահեռ համատեղ աշխատելու են եւ որից հետո առաջիկա օրերին մենք մամլո ասուլիս կամ այլ ձևաչափով հանդես կգանք եւ մեր հանրությանը կտեղեկացնենք մեր կատարած աշխատանքի մասին։ Իսկանդարյանի խոսքով հետագա գործունեությունը շարունակելու համար խորհուրդը ֆինանսական խնդիրներ ունի։ Այժմ խորհրդի ներսում քննարկվում է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի Արցախի ներկայացուցչության շենքում տարածք տրամադրելու առաջարկը։ Կառավարությունը միաժամանակ 2 ամսով հետաձգում է կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագիրը, որը ընդունել էր ապրիլի 10-ին եւ տրվելու էր ընտանիքի մեկ անդամի չափով ամսական 55,000 դրամից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։